Բարև ձեզ, այսօրվա մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող, իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ ի վերջո հարկադիր պարապմունքի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ պարոն Գագիկ Ջահանգիրյանը։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր հերթական զոհն է գրանցվել Հայոց բանակում եւ հերթական անգամ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ հակառակորդի գնդակից է զոհվել երիտասարդը։ Սովորաբար այդպես է լինում։ Նման հաղորդագրություններ են տարածվում, հետո պարզ է դառնում, որ զինծառայակցի կամ որևէ սպայի կողմից է կատարվել ոճրագործությունը։ Առհասարակ բանակում տիրող մթնոլորտը դուք ինչպես կգնահատեք։ Գիտեք ինչ կա, քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ըստ էության գտնվում են անմիջական շփման մեջ հակառակորդի հետ, հետևաբար չի կարելի բացառել, որ կարող են լինել նաև մահվան դեպքեր, նաև այդ սպանությունները կարող են կատարել նաև հակառակորդի դիպուկահարները կամ հետախուզական խմբերը եւ այլն։ Եվ այդպիսի դեպքեր միշտ եղել են եւ կլինեն, քանի դեռ վերջնական խաղաղություն հաստատված չէ։ Ինչ վերաբերում է, թե սկզբում հայտարարում են, թե հակառակորդի կողմից է խոցված, սպանված եւ այնուհետեւ բացահայտվում է, թե սպանություն է համածառայակցի կողմից եւ այլն։ Այդպիսի դեպքեր են լինում, քանի որ զորամասերի, զորամիավորումների հրամանատարները մի շահագրգռված չեն, այսպես ասեմ, այդ մահվան ելքով դեպքերի իրական պատճառները ներկայացնել եւ հազվադեպ են նրանք ներքին շահագրգռվածություն ունենում, լիարժեք բացահայտել սպանության բոլոր հանգամանքները, դրվագները եւ այլն։ Հնարավոր է նաեւ այդպիսի թյուրիմացություններ լինեն սկզբնական շրջանում դեպքերի, երբ հիմնվելով ասենք գումարտակի հրամանատարի կամ որևէ զորամասի հրամանատարի հաղորդման հիման վրա դեպքը ներկայացվի որպես հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանք, սակայն առաջին իսկ հնչական անհետաձգելի գործողությունների կատարման ժամանակ նաև դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքում արդեն ակնհայտ է լինում, թե կրակոցը մոտ տարածքից է, հեռու տարածքից է, զենքի ինչ տեսակից է եւ այլն, եւ նաեւ համածառայեկիցների հարցաքննությունները, դեպքի վայրեզնությունը այդպիսի դեպքերում հնարավորություն են տալիս բացահայտել իրական հանգամանքները այդ մահվան դեպքերի եւ այնուամենայնիվ ինչու չեն բացահայտվում, եթե հնարավոր է։ Ես գիտեք ինչ, ես ձեզ կարող եմ ասել, որ 2006 թվականի հունվար ամսից հետո ես այլ զինվորական դատախազ չեմ աշխատել, ես տեղափոխվել եմ գլխավոր դատախազություն որպես գլխավոր դատախազի տեղակալ, դրա համար կարող եմ պատասխանատու հայտարարել մինչև 2006 թվականի հունվար ամիսը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Կարող եմ ասել ընդհանրապես, եթե վերստենք իմ պաշտոնեավարման ժամկետը զինվորական դատախազի պաշտոնում, դա 97-ից 2006 թվականն է եղել, մոտ 10 տարի, 9 տարի 7 ամիս, այսպես։ Կարող եմ դες ասել, որ երբ որ ես նշանակվել եմ 2007 թվականի հունիսի 7-ին զինվորական դատախազ, բանակում զոհերի թիվը շատ ավելի մեծ է եղել, մի քանի 100, մոտ 280-ի մոտ թիվ է եղել։ Երբ որ ես հանձնել եմ իմ պաշտոնը, մոտ 50 մահվան ելքով դեպքեր են տեղի ունեցել։ Եվ այդ 10 տարիների ընթացքում ես ունեցել եմ ընդամենը 6 մահվան ելքով դեպքեր, որոնք լիարժեք չեն բացահայտվել։ Իմ պաշտոնեավարման ժամանակ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այլ որևէ չբացահայտված մահվան ելքով դեպք տեղի չի ունեցել կամ չկան։ Դուք մի առիթով ասել էիք, որ արդարադատության համակարգը Հայաստանում սատկած է։ Կարող ենք ձեր ասածը պրոյեկտել նաև բանակի այդ իրադարձությունների բացահայտման։ Ես նաև մի առիթով ասել էի, որ իհարկե մեր դատաիրավական համակարգը նաև դատախազության համակարգը, քննչական ապարատի վիճակը մինչև 2008 թվականի մարտի 1-ն էլ շատ այդպես
բարվոք վիճակում չի եղել, բայց քանի որ բանակը ինքը ներգրավել է մարտի 1-ի դեպքերին եւ սպայական անձնակազմը ըստ էության հայրենիքի պաշտպանից վերածվել է ուրեմն սեփական ժողովրդի վրա հրազեն զենքի այլ տեխնիկաներ գործադրող մարդասպանների բանդայի, այդ պատճառով մենք լուրջ բարոյական խեղաթյուրումներ ենք ունեցել բանակում։ Դուք պատկերացրեք այն զինվորների կամ այն շարքայինների ու ենթակաների վիճակը, որոնք ծառայում են մի գնդապետի կամ գեներալի ենթակայության տակ, որը Երևան քաղաքում մարտի 1-ին խաղաղ բնակիչները գնդակոծել։ Այդ մարդը ինքը անձեռնմխելի է այսօր, որովհետև ինձ հայտնի չի որևէ մի պաշտոնյա կլինի զինվորական թե ոստիկան, որը քրեական պատասխանատվության է կանչվել մարտի 1-ի գործած հանցանքների, ծանրագույն հանցանքների համար, սպանությունների նաև համար, հետևաբար այդ զորամիավորման ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը ինչպիսին պետք է լինի, այդ պաշտոնյան, այդ բարձր զինվորականը անձեռնմխելի է իշխանությունների թողտվությամբ, հետևաբար նա իր ենթակաների նկատմամբ էլ վարվում է ինչպես ցանկանում է, ինչպես կարող է եւ նրա ձեռքը որևէ մեկը չի կարող այսօր բռնել։ Այ վիճակը այսպիսին է բանակում։ Բանակը ինքը շատ բարդ համակարգ է, քանի որ բանակում միշտ կա առնվազն 4 առավել վտանգի աղբյուր՝ զենք, զինամթերք, տեխնիկա, նաև հակառակորդի հետ ուղղակի շփման գիծ, մենք հսկայական կիլոմետրերով մեր զինվորները կենթանի շղթայով կանգնած են հակառակորդի դիմաց գիշեր թե ցերեկ, դա մեր ամբողջ անձնակազմի մոտ 1/3-ը ամեն օր մարտական հերթապահության մեջ է կանգնած զենքով եւ զինամթերքով, դա հնարավոր չի, որ դեպքեր չլինեն, բայց այս սովորական ու ճակերտների մեջ սովորական այս մարտական հերթապահության կրման իրավիճակը այսօր բարդացել է այդ մարտի 1-ի գործոնով։ Մարտի 1-ի գործոնով պայմանավորված վերջերս ազգային ժողովը վավերացրեց մի նախագիծ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին, օրենքի մասին է խոսքը, հայ ազգային կոնգրեսը ծավալուն հայտարարությամբ հանդես է եկել եւ իր դիրքորոշումը ներկայացրել է այդ օրենքի հակասահմանադրականության հետ կապված եւ այնուամենայնիվ ըստ ձեզ ինչ նպատակ է հետապնդում սրանով իշխանությունը նախ ընտրություններից մի քանի ամիս առաջ վավերացնել մի օրինագիծ, որը ըստ էության հնարավորություն է տալիս բանակին անմիջական մտցնել քաղաքական գործընթացների մեջ։ Ես ձեզ ասեմ, որ ինչ տեսքով էլ այդ օրենքը ընդունեն, միևնույնն է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը արգելում է զինված ուժերին, բանակին ներքաղաքական գործընթացներում օգտագործելը, դա սահմանադրական դրույթ է, իսկ սահմանադրական նորմերը բարձրագույն իրավաբանական ուժ ունեն եւ գործում են նաեւ անմիջական։ Ուստի այդ օրենքը ինչպես են ձևակերպել, ինչ այնպես սողանցքներ են թողել, որ օգտագործեն բանակը նաև արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, բանակի ոչ թե ասենք մարդկային ռեսուրսը, ոչ թե տրանսպորտային միջոցները, ոչ թե օդային միջոցները, այլ բանակը որպես զինական, որպես ռազմական գործիք, դա միևնույնն է դա հակասահմանադրական է։ Քանի որ մեր սահմանադրությունը հստակ սահմանում է, թե բանակը ինչ դեպքերում կարող է գործադրվել։ Այդպիսի 3 դեպք է նախատեսում, նաև 1 նախապայման։ Դեպքերը հետևյալն են. Հայաստանի Հանրապետության վրա ուրեմն անմիջական հարձակում օտարերկրյա պետության զինված ուժերի կողմից, երկրորդը այդպիսի հարձակման իրական վտանգ եւ երրորդ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմ է հայտարարում։ Այս 3 դեպքերում միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են գործադրվել, բայց նույնիսկ եթե արկա են այս 3 դեպքերը, պետք է նաև բավարարվի մի պայման, դա ռազմական դրություն հայտարարելն է։ Եթե կան այս 3 հիմքերը կամ դեպքերը, նախագահան պարտավոր է հրամանագրով հայտարարել ռազմական դրություն, այնուհետև կիրառել ուրեմն զինված ուժերը։ Հետևաբար արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառումը բացարձակ հակասահմանադրական է, ինչ ձևակերպում ուզում են տան։
ոստիկանության շորեր կհագցնեն։ Դիմել սահմանադրական դատարան պահանջով, որ հակասահմանադրական ճանաչի։ Ինչու չենք դիմել, ուրեմն այդ օրենքը ես ինչքան գիտեմ դեռ առաջին ընթերցում է անցել, դեռ երրորդ ընթերցումը չի անցել, երկրորդ օրենքը չկա, հետևաբար օրենքը մենք չենք վիճարկել, իսկ մենք ժամանակին վիճարկել ենք արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը, որը եւս հակասահմանադրական է։ Նաեւ ինչու է հակասահմանադրական, որովհետեւ 2005 թվականի ընդունված փոփոխություններով հանդերձ սահմանադրությունը 2 տարի անցումային դրույթներով իր 2 տարի ժամկետ էր տալիս, որպեսզի օրենսդրությունը համապատասխանեցվեր սահմանադրությանը։ Այսինքն 2 տարվա ընթացքում դա մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսը պետք է կատարվեր, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պետք է օրենք ընդուներ արտակարգ դրության մասին, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմը սահմանվեր օրենքով։ Դա եւս սահմանադրական նորմի պահանջ է։ Դուք շատ լավ գիտեք, որ այդպիսի օրենք չի ընդունվել, հետևաբար մարտի 1-ի 2008 թվականի մարտի 1-ի Քոչարյանի հրամանագիրը ընդհանրապես հակասահմանադրական էր, որովհետև նա իրավունք չուներ արտակարգ դրություն մտցնել սահմանադրության ուժով, քանի որ այդ նույն սահմանադրության մեկ այլ հոդվածով ասվում էր, որ 2 տարվա ընթացքում պետք է այդ օրենքը ընդունվեր։ Սա մեկ։ Երկրորդ, այդ նույն հրամանագրով բանակը ներգրավել էր քաղաքական գործընթացներին, որը սահմանադրության թե 8-2 թե 55 հոդվածի տարբեր կետերի հստակ, այսպես ճչացող խախտում էր, եւ մենք այդ խնդիրը բարձրացրել ենք, բայց քանի որ ընդդիմությունը չուներ լծակ սահմանադրական դատարանում այդ հրամանագիրը բողոքարկելու, մենք դիմեցինք թե այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպանին երկու անգամ դիմեցինք եւ խնդրեցինք, որ նրանք այդ հրամանագրի սահմանադրականությունը վիճարկեն սահմանադրական դատարանում։ Մենք այլ լեգալ որևէ քաղաքացին իրավունք չուներ, քաղաքական ուժի իրավունք չուներ, դա պետք է աներ կամ մարդու իրավունքների պաշտպանը, կամ կառավարությունը, կամ նախագահան, կամ ազգային ժողովի падգամավորների 1/3-ը, եթե չեմ սխալվում։ Մենք ոչ մի այդպիսի լծակ չունենք, դրա համար դիմել էինք մարդու իրավունքների պաշտպանին։ Նա էլ մի անհետ այսպես պատճառաբանություններով մերժել էր դա։ Իսկ եթե այս օրենքը ընդունվի, ես հույս ունեմ, որ ի վերջո մեր օրենսդիրները այնքան խելք կունենան, նաև այնքան քաղաքացիական պատասխանատվություն կունենան, որ այդ տեսքով այդ օրենքը չեն ընդունի երրորդ ընթերցմամբ։ Եթե կընդունեն, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ի ցույց տնենք հանրությանը եւ նաև հասնենք դրա վերանայմանը, բայց ասեմ, անկախ տեսքից, թե ինչ ձևով կընդունվի այդ օրենքը, միևնույնն է, այդ օրենքը լինելով հակասահմանադրական, քանի որ սահմանադրությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան թե օրենքը, հետևաբար այդ նորմերը հակասահմանադրական են լինելու եւ այդ նորմերով ղեկավարվող հետագա անձիկ չեն ազատվելու պատասխանատվությունից, այդ թվում նաեւ քրեական։